տաղավարում ինձ է միացել միջազգայնագետ Տիգրան Խաչատրյանը, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, եւ այսպես սկսենք Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Թրամփի պլանի մասին քիչ առաջ ներկայացնում էի ռուս փորձագետների կարծիքները եւ ամենամեղմ գնահատականն այն է, որ վաղաժամ է հիմա որևէ կարծիք հայտնել, արդյոք այդ պլանը իրագործելի է թե ոչ։ Կիսում եք այս կարծիքը, թե ամեն դեպքում կարծում եք, որ Թրամփի պլանը հենց այն է, ինչ պետք է Ուկրաինային, ու նաև խնդրեմ անդրադառնաք արդյոք այս պլանը ձեռնտու է Մոսկվային, թե ոչ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարկ է նշել, որ մամուլում է հրապարակվել այդ պլանը, կազմված 28 կետից, որի առանցքային դրույթները կարելի ասել Մոսկվայի հիմնական պահանջների բավարարումն էր, եւ դա մեծ դժգոհություն է առաջացրել Եվրամիությունում, այնտեղ չկա կոմպրոմիս, տպավորություն էր, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ սեպարատ փորձում է խնդրին վերջնական լուծում տալ, որովհետև Թրամփի խոստումներից էր շատ արագ կոնֆլիկտը լուծել, եթե ինքը լիներ նախագահ, կոնֆլիկտ չլինի։ Դա մի իդեա ֆիքս է Թրամփի համար, որ ցանկանում է հասնել, եւ այդտեղ եվրոպացիներին հատկապես բարկացրել էր, որ օրինակ կետերից մեկը, որ Ռուսաստանի $100 միլիարդ ակտիվները կողվեն Ուկրաինայի վերականգնմանը, դրա 50%-ը ԱՄՆ-ին որպես բոնուս։ Եվրոպացիները հենց ավելի շատ դրա վրա են ջղայնացել, կոպիտ ասած, որ Եվրոպայի կարծիքը հաշվի չի առնվում, գումարած տարածքների զիջումը դե ֆակտո ճանաչա ռուսական եւ այսպես շարունակ։ Առաջին արձագանքը Ռուսաստանի եղել է դրական, որ պատրաստ են այս հիմքի վրա բանակցություններ վարել, այնպես չէ, որ այնտեղ բոլոր կետերը Մոսկվային ձեռնտու են, որովհետև հաստատվում է ստատուս քվո, անվտանգության երաշխիքների հարցը անորոշ է, ՆԱՏՕ-ին անդամակցությունը ճիշտ է, համարվում է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի, դա էլ է եվրոպացիների մոտ դժգոհություն առաջացրել։ Մեծ հաշվով սա Թրամփի արագացված քայլն է սառեցնել խնդիրը, փորձել լուծումներ գտնել, բայց թե Ուկրաինայում, թե Եվրոպայում կա դժգոհություն։ Դժվար է ասել այս պահին, թե վերջնական արդյունքը ինչ կլինի, մամուլում նույնպես հրապարակվեց, որ 28 կետից հասցրել են 19, այսինքն պաշտոնական դեռևս բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, այժմ գնում է դիվանագիտական պատերազմ։ Դուք ձեր խոսքում սառեցնել բառակապակցությունը օգտագործեցիք, ինչու սառեցնել եւ ոչ թե այդ խնդիրը լուծել։ Հնարավոր է այս շրջանում, այս փուլում այդ խնդիրը լուծել։ Ռուսաստանը կգնա այդ քալին սառեցնելու տարբերակով, թե ոչ, թե նրան պարզապես ձեռնտու չէ։ Չէ՞ որ պատերազմը սկսել է ինչ որ պատճառաբանություններ ներկայացնելով, հենց այնպես տեղը պարզապես չի կարող կանգնեցնել այդ գործողությունները ռազմական։ Քանի որ կետերում նշված չի հստակ ճանաչում Ռուսաստանի, հա, Դոնբասը, Ղրիմը եւ այլն, ասում է դե ֆակտո ճանաչում, իսկ մյուս Զապորոժիեի եւ Խերսոնի տարածքները որպես դելիմիտացիոն գոտի։ Այսինքն Ռուսաստանի սահմանադրությամբ դրանք իր տարածքներն են, այսինքն այնպես չէ, որ դե յուրե դրանք ճանաչվում են։ Բնականաբար Ռուսաստանին դա շահեկան չէ, բայց այս պահին հակամարտությունը կանգնեցնել տակ եւ փորձել բանակցություններով խնդիրը լուծել, դա գուցե Մոսկվայի համար լինի ցանկալի, որովհետեւ հիմնական ուղղություններով, հատկապես կապված այն հիմնական պահանջը Ռուսաստանին ինչ դրան հանգստացնում, որ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ն կընդլայնվի, կստեղծվի իր համար անվտանգության խնդիրներ եւ այսօր եվրոպացիները պահանջում են Թրամփից, որ անգամ եթե այս պլանի որոշ դրույթներ կատարվի, պետք է ֆրանսիական, բրիտանական եւ ուշագրավն ինչ է, թուրքական զորքերը լինեն Ուկրաինայում տեղակայվեն, ինչը Ռուսաստանում որոշ պաշտոնյաների կողմից արձագանք է եղել, որ դա կառուցողական առաջարկ չէ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ անգամ եթե սառեցվի, բայց ՆԱՏՕ-ական զորքերը ոչ ՆԱՏՕ-ի անվան տակ, բայց փաստացի տեղակայվեն այն գոտում, որը դեռևս Ռուսաստանի համար անվտանգության սպառնալիք է, բնականաբար Մոսկվայի համար դա շահեկան չէ։ Այստեղ է խնդիրը, տպավորություն է, որ ռուսական առաջխաղացումը կանգնեցնելու մի փորձ է սա կրկին, որովհետև սա միշտ այդպես է լինում, գիտեք։ Երբ ռուսական զորքերը հաջողության են հասնում, տպավորությունը, որ խնդիրը դրված շուտ կանգնեցնել, դիվանագիտորեն փորձել կրկին բանակցություններ սկսել, մինչև պերեգրուպիրովկա հայերեն ասած, ռուսերեն ասած, բանը վերախմբագրվել, որպեսզի շարունակեն տեսնել, թե վերջնարդյունքում ինչ կարող է լինել։ Այս բանը գնում է ընդհանրապես դիվանագիտական պատերազմ, բայց շատ զգուշորեն ես կարող եմ ասել, որ տպավորություն է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև սեպարատ գործընթաց է, որպեսզի ճնշում գործադրեն Եվրոպային եւ Ուկրաինային գնալ ճնշումների։ Ես ուզում էի հստակ Եվրոպայից խոսել, որովհետեւ այս օրերին տարբեր մեկնաբանություններ կան տարբեր երկրներից ու տպավորություն է, թե նույնիսկ այդ կառույցում մեկ ընդհանրական կարծիք չկա այս Թրամփի խաղաղության պլանի վերաբերյալ։ Եվրոպան, Եվրամիությունը իրենք կճանաչեն Ուկրաինայի պարտությունը, թե հնարավոր է նաև բախման գնան Ռուսաստանի հետ։
Ինձ մոտ տպավորություն է, որ ԱՄՆ-ում հասկանում են, որ Ուկրաինան Թրամփի եւ օրինակ Հունգարիայի ղեկավարի միջոց զրույց եղավ, այնտեղ հարց ուղեց ուղիղ Հունգարիայի ղեկավարին, թե Ուկրաինան շանս ունի հաղթելու, ասաց հրաշքներ կարող են լինել։ Այսինքն ԱՄՆ-ում կարծես թե հասկանում են, որ պատերազմով Ռուսաստանի պարտություն մատնել հնարավոր չէ այս պարագայում եւ գուցե արդեն խնդիրը դրված ամբողջ մնացած Ուկրաինան պահպանել, որովհետեւ եթե Ուկրաինան կկորցնի նոր տարածքներ, սահմանը գծվի Կիևով, Օդեսայով, դժվար թե այդքան Ուկրաինան այլևս հետաքրքիր է ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը։ Այսօր վտանգված է դա եւ պատերազմի հետագա շարունակումը խնդիր է ստեղծում։ Այդ առումով դեռևս պատերազմը շարունակվում է։ Մենք տեսնում ենք, որ հարվածներ եղան Ռոստովի ուղղությամբ, պատասխան հարվածներ եղան Կիևի ուղղությամբ։ Դիվանագիտական եւ մարտի դաշտում պատերազմը շարունակվում է։ Եվրոպացիները կշարունակեն իրենց աջակցությունը ամեն ջանք խնայել, որ գուցե այս պլանը, այսպես ձևակերպեմ, չիրագործվի կամ չիրագործվի գոնե այնպես, որ օրինակ սրանով չնայած անհնար է դա պատկերացնել, բայց Ուկրաինայի պարտությունը ճանաչվի։ Ամեն կերպ կփորձեն նրան հասնել, որ այդ պարտությունը չճանաչվի։ Փորձում են հնարավորինս մաքսիմալ այնպես անել, որ Ուկրաինան դեմքը պահվի, իրենց դեմքը պահվի, բայց ճանաչելու առումով հենց դա է խնդիրը, որ Միացյալ Նահանգները լինելով ավելի հեռու ռեգիոնից եւ ըստ էության դեմ չլինելով Ռուսաստանի հետ կոպիտ ասած կիսելու ուկրաինական տորթը, եվրոպացիները հենց իրենց կոպիտ ասած քթի տակ է այդ հակամարտությունը, նրանք ունեն վախեր, որ եթե ընդունեն Ուկրաինայի պարտությունը, Ռուսաստանը կարող է ախորժակը մեծացնել, հա, այսինքն աշխարհակարգ նոր սահմանվի, որով ուժով խնդիրների լուծումը կդառնա նորմալ, իսկ այդ առումով Եվրոպան չունի այն ուժը առանց ԱՄՆ-ի աջակցության, որ կարող է ուժային սցենարով իր խնդիրները լուծել։ Այսինքն ուղիղ սպառնալիք են տեսնում դեպի Եվրամիություն։ Բնականաբար իրենք սպառնալիք են տեսնում, դա նաև այն զոհերի գինը, հա, այդքան աջակցություն, այդքան միլիարդավոր ծախսեր եւ ըստ էության տոտալ ձախողում կլինի։ Անկամ եթե նրանք դա տեսնում են, նրանք չեն ցանկանում դա ընդունել եւ ուկրաինական ժողովրդի արյան գնով փորձում են հասնել առավելագույնին ինչ կարող է ԱՄՆ-ի աջակցությամբ, բայց ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ անվերջ չի կարող ծախսել, անվերջ չի կարող պաշտպանել Ուկրաինային եվրոպացիների այդ կմահաճույքների համար։ Զելենսկու հայտարարություններից ինչ տպավորություններ ունեք։ Զելենսկին ցույց տվեց անկեղծորեն, որ կանգնած է փակող առջև կամ պետք է ընդունի այդ առաջարկը կամ կորցնելու է դաշնակից ԱՄՆ-ին, արդյոք Եվրոպան մինչև վերջ կարող է կանոնել եւ անձամբ պատերազմել Ռուսաստանի դեմ այդքան էլ այդպես չէ, ինչպես տեսնում ենք, բայց փորձել է եվրոպացիների միջոցով հասնել, ինչպես նշեցի, մամուլում տարածվեց, որ 28 կետից հասցրել են 19 կետի, այսինքն սպասում են ԱՄՆ-ի արձագանքին, տեսնեն ԱՄՆ-ն ինչ կանի։ ԱՄՆ-ն սկզբունքորեն կարող է դեմ չլինել, եթե Ռուսաստանը գնա զիջումների, այսինքն ԱՄՆ-ի համար կրկնում եմ կարևորը Թրամփի համար պատերազմը կանգնեցնելն է։ Բայց Ռուսաստանը ցույց տվեց, որ թեև 28 կետերով պատրաստ է բանակցությունների, բայց կրճատված տարբերակով, հատկապես եթե եվրոպական զինված ուժեր պետք է տեղակայվեն, իր համար անընդունելի է։ Հենց դրա համար է Սթիվ Ուիթքոֆին ուղարկում Մոսկվա Դոնալդ Թրամփը։ Հավանաբար փորձում են տեսնել Ռուսաստանը մինչև որտեղ կարող է գնալ զիջումների, բայց փորձը ցույց է տալիս, որ սա դիվանագիտական կարճ ինչ որ մի դադար է լինում նոր ռազմական գործողություններից առաջ ռուսները կարծես թե այնքան էլ չեն վստահում այս առաջարկություններին, բայց երևի թե պատրաստ են Թրամփի հետ որոշակի լուծումներ գտնել, ճնշումներ գործադրելու Եվրոպայի վրա, որպեսզի չպահանջեն անիրատեսական այն ամենը, ինչ եղել է։ Այսինքն մինչև դա կար շանսեր։ Եթե հիշենք պատմությունը Ղրիմն էր սկզբում, Դոնբասը Ռուսաստանը նույնիսկ չէր ցանկանում ինչ-որ իրեն միացնել, հա, պահանջում էր ինքնավարություն, ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանություն, բայց բանը հասավ մինչև Օդեսա։ Կրկին գնալ այդ ճանապարհով ստիպել Ռուսաստանին ավելի հարձակվել, այսինքն կրկին իմիտացիա ստեղծել բանակցությունների, Ռուսաստանը փաստորեն այս առումով ԱՄՆ-ի հետ կարող է գնալ իրոք սեպարատ համաձայնությունների։ Պարոն Խաչատրյան, վերջին օրերին թուրքական կողմի նախաձեռնողականությունն է բավականին ակտիվ, 2 օր առաջ էլ Վլադիմիր Պուտինի հետ էր Էրդողանը զրույց ունեցել, ինչու է Էրդողանը շահագրգռված այս հարցում անընդհատ թուրքական հարթակը առաջ տանելու, ինչ է ուզում այս հակամարտությունից ստանալ Էրդողանը։ Ուկրաինական պատերազմից առաջ, ինչպես տեսանք, մեր տարածաշրջանում նաև Արցախի խնդրում Թուրքիայի ձեռքերը բացվեցին, Ադրբեջանի ձեռքերը բացվեցին, նրանք
Փաստացի լցրեցին այն վակուում անվտանգային, որ կա, Ռուսաստանը զբաղված էր եւ ըստ էության արդեն Թրամփի ուղի կոչվածով փորձում են Կենտրոնական Ասիան կապել Թուրքիայի հետ եւ լուծել այդ աշխարհակահական խնդիրը։ Այստեղ Թուրքիայի դերը դառնում է կենտրոնական։ Որքան Ռուսաստանը թույլ է, Թուրքիան այնքան շահում է այս ռեգիոնում, ձեռքերը ազատվում են։ Նա իր միաժամանակ նա չի ցանկանում Ռուսաստանի հետ գնալ ուղիղ առճակատման եւ ինչպես տեսնում ենք, այս լարերի վրա խաղալով իր համար կորզում է մաքսիմալ զիջումներ, որ կարող է ստանալ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, թե Ռուսաստանից, որպեսզի չխանգարի իրեն։ Դա է Թուրքիայի մոտիվացիան եւ օգտագործելով թե Ադրբեջանին, թե նաեւ Ուկրաինային այս խաղում, չմոռանանք, որ Սևծովը եւ Ռուսաստանը փաստորեն սահմանակից են իրար, եթե Վրաստանը Սևծովով կապվում է Եվրոպայի հետ, այստեղ Թուրքիան նույնպես անհանգստանալու բան ունի, որովհետև եթե Սևծովը Ռուսաստան ամբողջությամբ վերահսկի, Թուրքիայի տրանզիտ դերը որոշ չափով եւ վերահսկողությունը հարավի նկատմամբ Ռուսաստանի կարող է թուլանալ։ Այստեղ Թուրքիան խաղում է իր ավանդական դարերով ձևավորված խաղը, խաղում է երկու լարերի վրա բավական հաջող։ Պարոն Խաչատրյան, գիտեք, այս տեղեկատվական դարում այս տեղեկությունները երբ լցվում են, օրերս անդադ նույնիսկ իմ հարազատները այդ հարցը տալիս էին, որ ուկրաինական պատերազմը կանգնեցվում է, այսինքն լուրերն այնքան շատ են, որ մարդկանց մոտ միանգամից այդ ասոցիացիան գալիս է, որ պատերազմը ուր է կկանգնի։ Ինչ սցենար կարող է լինել, եթե Թրամփի պլանը իրագործվում է, անկախ նրանից 28 կետով, 19 կետով կամ չգիտեմ, այլ կետեր են խմբագրվում, փոխվում եւ այլն։ Եթե այս պլանը իրագործվում է, սա ինչ է նշանակում Հայաստանի համար, ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խաղաղության պլանի իրագործումը Հայաստանի վրա։ Տեսեք, երբ Ռուսաստանը խրվեց ըստ էության պատերազմի մեջ, մենք տեսանք հետևանքը։ Սա միայն ուկրաինական կոնֆլիկտ չէ, դա պետք է հասկանալ, սա գլոբալ անվտանգային ճարտարապետությունը փոխելու եւ ըստ էության գործընթաց է, Հայաստանը դրա հետ մեր տարածաշրջանը ուղղակիորեն կապված է։ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավարության միջև համաձայնության դեպքում մենք գոնե կստանանք ուժերի վերադասավորում եւ բալանսի վերականգնում ռեգիոնում, որովհետեւ այստեղ լրիվ թուրքական ազդեցություն է հաստատված, ԱՄՆ-ի իհարկե հովանավորությամբ, Թրամփի ուղիղանով, բայց դա դեռևս իրավական եւ գործնական արտահայտություն չի ստացել։ Եթե Ռուսաստանը շարունակի այս կոնֆլիկտը խրված լինել, միանշանակ Կովկասը դառնալու է թուրքական։ Եվ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կոմպրոմիսը միշտ մեզ շահեկան է եղել, հակամարտությունը բերել է կորուստների, նույն 90-ականներին, երբ ըստ էության Ռուսաստանը արևմուտքի հետ այլևս խնդիրներ առճակատում չուներ, մենք հաջողություններ ունեցանք այս տարածաշրջանում, թե Ռուսաստանից, թե ԱՄՆ-ից մենք ունենք աջակցություն։ Եվ սփյուռքն էր միասնական։ Երբ չկա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև կոնֆլիկտ, մեր սփյուռքը ավելի միասնական է լինում եւ այդ աջակցությունը լինում է կարելի ասել տոտալ։ Հակամարտության դեպքում մենք կորուստներ ենք ունենում, դա ուղղակի այսպես տրամաբանական շղթա է։ Մեզ համար ցանկալի կլինի, որպեսզի ռուս-ամերիկյան կոմպրոմիս լինի եւ արժանայնությունը կանգնվի։ Դա մեր տարածաշրջանում մեզ էլ հնարավորություն կտա ուժերի բալանսի վերականգնում ունենալ, Ռուսաստանը ավելի ակտիվորեն կներգրավի այստեղ եւ Թուրքիայի ախորժակը, ինչպես տեսնում ենք, միակ զսպող գործոնն այստեղ Ռուսաստանն է։ Մենք չենք տեսնում ոչ Եվրոպայի զսպումը Թուրքիայի նկատմամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությունը մեզ անվտանգային երաշխիքներ չի տվել։ Նրանք ուղղակիորեն դա ոչ ռազմական, ոչ էլ այլ բաղադրիչներով չեն խոստանում։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները դիվերսիֆիկացիայի մասին են խոսում, թե տնտեսության, թե արտաքին քաղաքականության, հիմա բայց կանք արտաքին քաղաքականությանը երկու ասպեկտով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Փաշինյանը վերջերս Օրբելի կենտրոնում մի քննարկման ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանն ու Թուրքիան ճիշտ ուղու վրա են, մոտավորապես մի այսպիսի արտահայտություն արեց, որ ճիշտ ուղով են գնում։ Արդյոք դուք տեսնում եք, որ այդ հարաբերությունների կարգավորման գործընթացը ճիշտ ուղու վրա է եւ առհասարակ տեսնում եք, որ կա այդպիսի օրակարգ, որովհետեւ վերջերս մենք Ֆիդանից մի այնպիսի հայտարարություն լսեցինք, որ հետո էլ մեր Արարատ Միրզոյանը արձագանքեց, տպավորությունն այն էր, որ իհարկե առաջին հայացքից սրանք հակասող հայտարարություններ են։ Կա այդ հարաբերությունների կարգավորման գործընթացը, թե սա ուղղակի պատրանք է հասարակությանը խաբելու հատկապես նախընտրական շրջանում։ Տեսեք, հարաբերությունների կարգավորում հնարավոր է տոտալ կապիտուլյացիայով էլ։ Այսինքն մենք ինչ ենք ուզում, մենք ինչ ենք հասկանում հարաբերությունների կարգավորում ասելով։ Թուրքիայի պահանջն է, որպեսզի կատարվեն թե Ադրբեջանի, թե իր բոլոր պայմանները, նախապայմանները։ Դա նույնպես խաղաղության գործընթաց կարելի է համարել եւ հարաբերությունների կարգավորում։ Մենք տեսնում ենք, որ այն ժամանակ, երբ կար պահանջ
Երբ Թուրքիան փակեց սահմանը, երբ որ Քարվաճառի օպերացիայից հետո պահանջ դրեց, որ պետք է դուրս գալ, հա, արդեն Լեռնային Ղարաբաղի բուն տարածքից դուրս եք եղել, անընդունելի է, պետք է դուրս գաք, եւ դա պահանջ էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո կարող ենք խոսել կարգավորման մասին։ Փաշինյանի բոլոր հնարավոր զիջումներից անգամ անխոչնդոտ կապ տալուց հետո մենք տեսնում ենք, որ սահմանը դեռևս փակ է, հնչում են նորանոր պայմաններ, կապված բնականաբար աջակցություն Ադրբեջանին Հայաստանում սահմանադրություն փոխել, մենք տեսնում ենք սիմվոլների դեմ պատերազմը Արարատ եւ այլն, մենք տեսնում ենք Թուրքիայում շարունակվում են ինչ-որ էկոակտիվիստներ պահանջել Հայաստանի ատոմակայանի փակումը, երբ որևէ ընդառաջ զիջում, այսպես զիջում էլ չէ, էլի ուղղակի եկեք որպես հարևաններ առանց նախապայմանների բացենք, հատկապես երբ հիմնական ձեր պահանջը կոնֆլիկտներ, ըստ էության լուծված է իրենց խոսքերով, ոչ։ Մենք տեսնում ենք, որ փորձում են Հայաստանի շարունակել շրջափակել, այլապես Զանգեզուրի Միջանցքը գաղափար առաջ չեր գա, սահմանները կբացեին, առևտուր կանեին, բայց ոչ, իրենք ուզում են առանձին մի անխոչնդոտ ճանապարհ, որով նույնիսկ մտադիր են ենթակառուցվածքներ առանձին պատրաստել եւ Հայաստանի նաեւ տնտեսապես դարձնել կախյալ, օկելով հնարավոր էներգետիկ եւ անվտանգային այն համակարգից ավանդական, որում Հայաստանը կար եւ որում Հայաստանը 30 տարի շարունակ վատից լավից կարողանում էր իր անվտանգությունն ապահովել, այսօր անորոշություն է։ Եվ այս առումով ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում տեսնում եմ բացառապես Հայաստանի կախյալություն, վասալություն, իրենց եթե պայմանները բավարարվեն Թուրքիայից, քան արժանապատիվ հարևաններ իրար հետ խաղաղություն։ Ես չեմ տեսնում ագրեսիվ այդ թշնամական քաղաքականության փոփոխություն կամ մեղմացում։ Նույնը նաև Ադրբեջանի պարագայում, այսինքն այն փաշինյանական այն թեզերը, որ խաղաղություն է հաստատվել եւ այլն, այդ ամենին թերահավատորեն ենք մոտենում։ Մենք ձևակերպումների խնդիրը մենք ինչ ենք հասկանում խաղաղություն ասելուց։ Խաղաղությունը ադրբեջանական պատկերացմամբ այլ է։ Մեր պատկերացմամբ իհարկե ժողովրդի, ոչ թե Փաշինյանի պատկերացմամբ դա կարող է համընկնել Ադրբեջանի պատկերացումների հետ։ Չէ, այնինչ տեսնում ենք Ալիևի ամենօրյա խոսույթում, կոշտ խոսույթում, տարածքային նկրտումներով խոսույթում, պարզապես դրան հնարավոր չէ հավատալ, որ այն կողմը ուզում է մեզ հետ խաղաղություն կնքել։ Նրանք չեն կրկնում այս սխալը, որ կրկնել է Հայաստանը, արել է Հայաստանը, երբ 94 թվականի հրադադարից հետո մենք գնացինք զիջումների տրամաբանությամբ, եկեք զիջումներով հարցը, ոչ նրանք պահանջում են ավելին, որ նույնիսկ մենք մեր մտքի ծայրով Արցախի մասին չմտածենք, մտածենք անգամ Սյունիքի եւ Երևանի, Էջմիածնի, Ղազիաթեն չէ, բացել իրենց թեմն են բացել արդեն Էջմիածնում եւ պահանջում են 300,000 ադրբեջանցին, որ գա, իրանք նաեւ իրենց կրոնական կենտրոն ունենան Էջմիածնում, այսինքն ի՞նչն է այստեղ խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ Կենտրոնական Ասիան Թուրքիայի հետ կապելու գործընթացում Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղում, միակն է, որով կարող է դա անցնել, Իրանը բլոկավորում է, Ռուսաստանը բլոկավորում է։ Տեսնելով Արևմուտքի ջերմեռանդությունը ամեն կերպ փորձելու փոկել Կենտրոնական Ասիան եւ դրա կենտրոնական դերը Թուրքիան է կատարում, այդ մասին օրերս Ատլանտյան խորհրդում քննարկումներ եղան, ես հետևում էի քննարկումներին Վաշինգտոնում, այո, նրանք ցանկանում են Թուրքիայի առաջնորդությամբ ռեգիոնը առանձնացնել եւ փոկել եւ Հայաստանին կապում են ոչ թե եվրոպական Վրաստանի հետ ընդհանրենք Եվրամիության անդամակցության տրամաբանության մեջ, այլ Կենտրոնական Ասիայի մաս, որպես թուրքական աշխարհի մաս։ Նրանք ցանկալի են համարում Տաջիկստանի եւ Հայաստանի անդամակցությունը թուրքական պետությունների կազմակերպությանը։ Ադրբեջանը հասկանալով, որ ինքը իր տարածքով դա պետք է մաքսիմալ Հայաստանին փորձում է ճնշումներով կորզել ավելին։ Եվ այստեղ խաղաղություն չկա, եւ հույս ունենանք, որ գոնե գլոբալ այդ անվտանգության ճարտարապետությունը այնպես կկառուցվի, որ բալանսը վերականգնվի մեր ռեգիոնում եւ առանց Ռուսաստանի, Իրանի որոշակի վերադասավորումների դա անհնար է։ Մենք տեսնում ենք Թուրքիայի դոմինանտությունը։